Եվրոմեդիա 24-ը Մաշտոցի պողոտայում շրջել է քաղաքային պլանավորող Վիկտոր Մնացականյանի հետ եւ զրուցել քաղաքային սխալ պլանավորման, տրանսպորտային միջոցների աշխատանքի, հեծանվուղիների բացակայության, հետնյոտների համար նախատեսված անցումների մասին։ Մնացականյանը նկատում է, որ քաղաքապետարանը պետք է հասկանա, պողոտաներն այլ կարգավորումներով պետք է համակարգել եւ ասելով պողոտա պետք է հետնյոտների համար նախատեսված մայթերը ել ավելի լայն լինեն։ Մնացականյանն անգամ օրինակով բացատրեց այդ ամենը։ Մաշտոցի պողոտայի տրանսպորտային այդ ամբողջ հանգույցի փոփոխությունը ավտոբուսների գծերի առանձնացված գիծը։ Իդեան բնականաբար լավն է, սաղաշխարհը գնում է այդ ուղղությամբ, բայց նայեք Երևանի դեպքում, տվյալ դեպքում, Մաշտոցի պողոտայի դեպքում դա չի աշխատելու, արդեն իրանք մի քանի անգամ փորձել են։ Մենք տարբեր վիդեոներ ունենք, տարբեր, չգիտեմ, քաղաքացիների կողմից ուղարկված, ես նաև ձեզ կարող եմ տրամադրել, որ դուք տեսնեք, որ նայեք, մենք կանգնած ենք ստեղ սուպերմարկետ է, չէ՞։ Վերևը օպերայի ազգային օպերանա, ապա ֆիլհարմոնիկն է, ամենաշատ համերները ստեղ են լինում, էլ չեմ ասում դեպի վերև բարձրացող հատվածը, որտեղ Շարլ Ազնավուրի կներեք Ֆրանսիայի հրապարակը, նաև դեպի ներքև շուկան, դպրոցը եւ այդ ամբողջ բիզնեսները։ Ուրեմն այք Մաշտոցի պողոտան ինքը շատ լինենք անկեղծ Երևանի հիմնական փողոցն է համարվում, չէ՞։ Ամենամայր փողոցը, պողոտայը համարվում։ Ուրեմն պետք է այսօրվա քաղաքապետարանը հասկանա, որ պողոտաները այլ կարգավորումներով պետք է լինեն։ Այսինքն որտեղ եթե պողոտա մենք հասկանում ենք, որ մայթերը լայն պետք է լինեն, ինքը նաեւ շատ ոնց որ Կարիդորն է համարվում, գիտեք որ միացնող գալիս ես ամբողջ բարձանում ես հնարավորություն ես բարձրանաս, չգիտեմ, միջև մանումենտ, նաև այդ նոր վարչական շրջան եւ այլ բարձրադիր գոտիներ Երևանի։ Հիմա վերադառնամ կոնկրետ օրինակին։ Դուք տեսնում եք, որ առանձնացված կա ավտոբուսային գիծ, բայց հաշվի առնելով կան որ հարյուրավոր խանութներ, բիզնեսներ, կաֆեներ, ռեստորաններ, դպրոցներ եւ այլն տարբեր հասարակական տեղեր անհնար է մարդկանց սովորացնել, երբ մարդիկ արդեն 100 տարի չափ ավել սովոր են, որ դեպի մայթ եւ ընդհանրապես դեպի բիզնես գնալը շատ դժվար է։ Էլ չեմ ասում, որ քաղաքապետարանը հաշվի չի առել ամենակարևորը եւ էլի կիսատ պրատ թողելա առաքման մեքենաների այս հարցը։ Նայեք, մեքենա կանգնեց։ Հիմա էլ չեմ ասում շատ են խնդիրներ։ Նայեք, այն մի մեքենան հետ դարձանում, որ կանգնի։ Հիմա այն ավտոբուսը, այն մի մեքենան ուզում է շարքերի վերադասավորում անի։ Անհնար ամենամեծ սխալը մտածել, որ Երևանում երբևէ մայթին մոտ գտնվող առանձնացված ավտոբուսային գիծն է։ Ավտոբուսային գիծը այն պետք է լինի երրորդ շարքով եւ ավտոկանգառները պետք է լինեն որպես տերմինալներ, ամբողջ Եվրոպան հիմնական աշխարհը անցել է դրան։ Առանձնացված գծեր, այսինքն ինքը պետք է Մաշտոցի պողոտայով գնա առանձնացած մեջտեղով գնա թեքվի դեպի Կորյուն, Կորյունով հերացիով եւս մեջտեղի մասով բարձրանա Միաստիկյան պողոտա, եւս մեջտեղի մասով եւ միայն եւ բետոնայից ցածր ինչ որ պաշտպանված։ Վիկտոր Մնացականյանի խոսքով հեծանվուղիները հատկապես կենտրոնի համար կլինեն փրկություն, քանի որ Երևանի լանդշաֆտը թույլ է տալիս կենտրոնում բոլոր հարցերը լուծել, սակայն հեծանվուղիների վերաբերյալ կառավարությունում ոչինչ չկա։ Այսօրվա քաղաքապետարանը խախտել է այդ պրիորիտետների պարադիգման, այդ նախապատվությունների բուրգը։ Այդ դա ամենակա առաջին հերթին պետք է լինեն քաղաքացիները, Երևանի բնակիչները եւ հետիոտները։ Երկրորդը նոր հասարակական տրանսպորտը, ապա լինի հեծանիվը, հեծանվուղին։ Հետո լինեն, ասենք, չգիտեմ, անհատական տրանսպորտային միջոցները, որտեղ տեսնում եք, սկուտերները, ամբողջ այդ սկուտերները, թե այդ մոպեդները արդեն սա մյուս փորձանք է գալու Երևանի գլխին այդ մայթերով են քշում։ Երևանի համար հեծանիվը հատկապես կենտրոնի համար կլինի փրկություն, որովհետև եկեք մենք նայենք առաքիչներին, եկեք մենք նայենք տուրիստներին եւ նաեւ ինչ որ մասով երիտասարդներին։ Երևանի լանդշաֆտը հատկապես կենտրոնի թույլ է տալիս, որ Երևանով կարողանաս հեծանիվ գնա, հեծանիվով հիմնական կենտրոնի ամբողջ հարցերը կարողանաս լուծել։ Բայց չկա զրո ինվեստիցիա հեծանիվ ուղիների մասին, այսինքն կառավարությունը գնում է հեծանիվ ինչ-որ պատճառությամբ սրանանվիրում նրան, այսինքն եթե դու գաղափարը լավն է, բայց դու գյուղի երեխեքին երբ որ նվիրում ես հեծանիվ, հասկանալ է գյուղի լավություն ես անում, բայց դու դրանով որը ոչ ազգի առողջությանը, ոչ Երևան քաղաքի տրանսպորտային հոսքերի թեթևացմանը չես օգնում։ Հեծանիվ որևէ մեկը երբեք չի թողի երեխան քշի, քանի որ մեր փողոցները անվտանգ չեն։ Անդրադառնալով հետնյոտների համար նախատեսված անցումներին Մնացականյանը պնդում է, որ նախապատվությունը պետք է տալ հետնյոտնին։ Ես օրինակ ուզում եմ գնամ այն մայթ, ես պետք է մի հատ սենց անցնեմ, հետո սպասեմ մի հատ էլ այնտեղ այս արևին, դա մոտավորապես որ դուք պատկերացնեք համ առողջության, ընդհանրապես հարմար չի։ Այն դեպքում երբ որ մենք կարող ենք դիագոնալով այստեղից մի անգամից ուղիղ անցկացնենք դեպի իրեն կողմ, հասկացաք։
Այսինքն ընդերից դուք 1 րոպե փակում ես, օրինակ 1 րոպե հասկանում ես, 1 րոպեն տալիս ես ամբողջ խաչմերուկին, որտեղ եմ ասում նախապատվությունը պետք է լինի հետիոտնի։ Քանի մենք խոսում ենք մեքենաներից, ինվեստիցիաներ ենք անում ասֆալտի վրա, ավտոբուսի վրա, իմացեք, որ ձախողվելի է բոլոր ռեֆորմները։ Հիմա նայեք, տեսնում եք արդեն նայեք քիչ մարդ է, բայց արդեն ամեն կողմից մոտ 1-2, նայեք, հիմա այն աղջիկը ընդհանրապես գնացել է այն կողմ։ Հիմա այն մնացածներն է գալիս են, տեսնում եք, նայեք։ Այսինքն ի՞նչն է խանգարում, այս ընդհանրապես այս թփերը մի հատ դիագոնալով ցենց անենք եւ բոլոր հիմնական Մաշտոցի պողոտայի բոլոր խաչմերուկները պետք է լինեն դիագոնալնի։ Էլ չեմ ասում փոքր փողոցները կարելի են, չգիտեմ, ասենք սկսած Պուշկին Կողբացից մինչև այդ բոլոր Պուշկին Փարպեցի եւ վերև ներքև կենտրոնի հիմնական որտեղ հատկապես կան տուրիստական մեծ հոսքեր։